Վերջապես հայտնի դարձավ, որտեղ են մեկնել դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին Էվելինա Ստեփանյանը։ Օրեր շարունակ երկրպագուները փորձում էին հասկանալ, թե ինչու է Զույգը լքել Հայաստանը։ Լրատվամիջոցները, սոցցանցերի ակտիվ հետևորդները փորձում էին մանրամասներ իմանալ։ Եվ ահա Էվելինայի նոր հրապարակված լուսանկարներից պարզ դարձավ, որ նրանք գտնվում են Իսպանիայում, Բարսելոնայի Մոնժուիկ այգու տարածքում։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, հիշեցնենք, Լևոն Մկրտչյանը նախորդ օրը կազմակերպեց ուղիղ եթեր, որի ընթացքում նա շատ հարցերի պատասխանեց, սակայն մեծ շրջանցմամբ խուսափեց մեկնաբանելու, արդյոք իրենք մշտական բնակության են մեկնել արտերկիր, թե պարզապես հանգստի։ Մեզ հասած վստահելի աղբյուրների համաձայն Զույգը գտնվում է Մեղրամսում և արդեն մի քանի օրից վերադառնալու է Հայաստան։ Ըստ նույն աղբյուրների նրանց մեկնումը ոչ միայն հանգստի նպատակ ունի, այլ նպատակ ուներ ստեղծել ինտրիգ, սպասում, ավելացնել հետաքրքրությունը Վերջին զանգը սերիալի շուրջ։ Ավելին, ըստ նույն տեղեկությունների, Լևոն Մկրտչյանը շարունակելու է մարմնավորել Հենրիի կերպարը, որն արդեն դարձել է սերիալի ամենասիրելի և քննարկվող հերոսներից մեկը։ Այս ամենը լուսանկարներով, լռությամբ ու գրագետ ինտրիգներով միայն մի նպատակ ուներ՝ նորից հետաքրքրել հանդիսատեսին և առավել մեծ ներգրավվածություն ապահովել սերիալի նկատմամբ։ Այսպիսով պարզ է դառնում Զույգը ոչ միայն լավ դերասաններ են, այլ նաև հիանալի հասկանում են, թե ինչպես է աշխատում ուշադրություն գրավելու մեխանիզմը, իսկ մենք հանդիսատեսներս արդեն չգիտենք ինչի սպասել հաջորդ շաբաթվա սերիայում։ Այդ ինչ ես ինգիպելել։ Ինքը գիտի ես ինչ եմ Գիտեմ, ինչա, բայց ես քան դուրս կգամ։ Ճիշտ ես ասում։ Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը դերասան Լևոն Մկրտչյանի և նրա կնոջ Էվելինա Ստեփանյանի հնարավոր արտագաղթն է։ Մինչև հազարավոր հեռուստադիտողներ դեռ քննարկում են նրանց հարսանեկան արարողության գեղեցիկ ու համեստ մթնոլորտը, Զույգը նոր առիթ է տվել խոսակցություններին, այս անգամ ավելի ինտրիգային ու խորհրդավոր ձևով։ Էվելինա Ստեփանյանն ում ակտիվ հետևում են սոցիալական ցանցերում հրապարակել է մի լուսանկար, որտեղ Լևոն Մկրտչյանը շարժվում է դեպի ինքնաթիռը օդանավակայանի անցումային գոտում։ Լուսանկարի ինքից գրված է «Հայաստան, մենք քեզ շատ ենք կարոտելու», իսկ հետագա պատմություններում նա հրապարակել է նույն կադրերից մեկն, այս անգամ գրելով հարց «Կկարոտե՞ք մեզ»։ Եվ հենց այստեղ է, որ սկսվում է տարատեսակ մեկնաբանությունների ու ենթադրությունների թեժ հոսքը։ Մի կողմից սա կարող է լինել հստակ ակնարկ Հայաստանից երկարաժամկետ հեռանալու մասին, ինչը շատերը մեկնաբանում են որպես արտագաղթ, հատկապես հաշվի առնելով ներկայիս միտումները։ Լևոն Մկրտչյանը լինելով հեռուստադիտողի կողմից սիրված կերպար, Հենրին Վերջին զանգը սերիալում, եթե իսկապես որոշել է լքել երկիրը, ապա դա կլինի մեծ հարված ոչ միայն սերիալի սյուժեի, այլև հազարավոր երկրպագուների համար։ Մյուս կողմից հնարավոր է Զույգը պարզապես մեկնել է Մեղրամսի և սրանով պարզապես ստեղծում է ինտրիգ հետաքրքրություն բարձրացնելու համար։ Հասարակության շրջանում երբեմն նույնիսկ ամենապարզ ճանապարհորդությունը կարող է վերածվել զանգվածային քննարկման, երբ խոսքը հանրային դեմքերի մասին է։ Էվելինայի կողմից ընտրված ձևակերպումը «Կկարոտեք մեզ» կարող է դիտարկվել որպես մտածված քայլ երկրպագուների ուշադրությունը գրավելու և արձագանքի վերլուծության ձև։ Ի վերջո, սա կարող է լինել նաև շուկայավարումի նուրբ միջոց կապված Զույգի հանրայնության հետ։ Իրենց հարսանիքից հետո նրանց անունները շարունակ հայտնվում են վերնագրերում ու հիմա, երբ նրանք մեկնել են ինչ-որ վայր, իհարկե առանց նշելու ուղղությունը, այն միայն ավելի է բորբոքում հանրային հետաքրքրությունը։ Նրանք արդարացի չէ միանգամից մեղադրել հեռանալու կամ սերիալից հրաժարվելու մեջ, քանի դեռ չկան հստակ հայտարարություններ։ Մինչ այդ հեռուստադիտողներին մնում է շարունակել հետևել Զույգին, սպասել նոր հրապարակումների և հուսալ, որ Լևոն Մկրտչյանը կշարունակի մարմնավորել Հենրիին, Վերջին զանգը սիրված կերպարներից մեկին։ Իսկ դուք գրեք ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Հենրին և իր սիրելին մեկնել են Հայաստանից արտագաղթի, թե Մեղրամսի պատճառով։ Լևոն Մկրտչյանը հայ հեռուստադիտողի կողմից սիրված դերասան է, ով կարճ ժամանակում կարողացավ մեծ ճանաչում և սեր վայելել հատկապես Վերջին զանգը հեռուստասերիալում Հենրիի կերպարի շնորհիվ։ Նրա հաջողված դերակատարումը և բնական խաղը գրավեցին հանդիսատեսին արդեն առաջին սերիաներից։
Նախնական տեղեկությունների համաձայն Լևոնն ի սկզբանե պետք է նկարահանվեր սերիալում ընդամենը 8 օր մարմնավորելով Միքայելի երիտասարդությանը, սակայն Դիանա Գրիգորյանի ստեղծագործական թիմը նկատելով նրա տաղանդն ու հեռուստադիտողի արձագանքը որոշեց նրան վստահել սյուժեի առանցքային կերպարներից մեկը՝ Միքայելի որդու Հենրիի կերպարը։ Այդ պահից Լևոնը դարձավ սերիալի անբաժան ու ամենասիրված դեմքերից մեկը։ Լևոնն աչքի է ընկնում իր մեղմ բնավորությամբ, խարիզմայով և աչքի զարնող համեստությամբ թե էկրանին, թե դրանից դուրս։ Նրա կերպարը հեռուստասերիալում միաժամանակ ուժեղ է ու խոցելի, խելացի ու սիրող, ինչը ստիպում է հանդիսատեսին կապվել նրա հետ ու ապրումակցել նրան։ Վերջին շրջանում Լևոն Մկրտչյանի անունը հաճախ է շրջանառվում նաև ոչ միայն նրա դերասանական աշխատանքի, այլև անձնական կյանքի առիթով։ Նրա գեղեցկուհի կինը Էվելինա Ստեփանյանը, երբ ամուսնացան, դարձան հայկական շոու աշխարհի ամենաքննարկվող իրադարձություններից մեկը, արժանանալով ինչպես դրական արձագանքների, այնպես էլ մի շարք վարկածների տարածմանը կապված հնարավոր արտագաղթի, սերիալից հեռանալու և այլ հարցերի շուրջ։ Անկախ բոլոր խոսակցություններից, Լևոն Մկրտչյանն այսօր համարվում է երիտասարդ սերնդի այն արտիստներից, ում անունը հանդիսատեսը կապում է բարձր որակի գրագետ խաղի և դերասանական նվիրվածության հետ։ Նրա հետագա քայլերը թե մասնագիտական և թե անձնական հարթակներում շարունակում են հետաքրքրել և զարմացնել իհարկե հեռուստադիտողին։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանի և Էվելինա Ստեփանյանի պսակադրության արարողությանը ներկա էին ոչ միայն ընտանիքի անդամները, այլև բազմաթիվ հյուրեր, այդ թվում Վերջին զանգը հեռուստասերիալի ստեղծագործական և դերասանական կազմը։ Սցենարիստ Դիանա Գրիգորյանն իր ողջ հմայքով ու ջերմությամբ շնորհավորեց զույգին։ Դերասանուհիներ Ռոզա Դավթյանը, Իրինա Հարությունյանը, Աիդա Կարապետյանը, Լիլիթ Հավդալյանը, ինչպես նաև դերասան Ռաֆ Հակոբյանը ևս ներկա էին կիսելով նորապսակների ուրախությունն ու ապրումները։